Ընդհանրապես հիշեցնեմ, որ ուտեստը, որը պատրաստում ենք միասին, հնդկական խոհանոցից է, իսկ անվանումն է սամոսա։ Մենք արդեն ձևավորել ենք, մնում է ընդհանրապես տապակել սոտենիկի մեջ։ Նախքան տապակելը նախապատրաստենք անձեռոցիկով և սկսեցինք։ Եվ արդեն նախապատրաստենք մատուցվող ափսեն։ Եվ վրան շաքարի փոշի։ Վերջ, կարելի է մատուցել, խնդրեմ։ Հնդկական սամոսա, ալյուր կես կիլոգրամ, ձիթայուղ 100 մլ, վանիլին մոտ կես թեյի գդալ, շաքարավազ 1 բաժակ, աղ, անիսոնի սերմ մի պտխունց, խճողակի համար պետք կգա խնձոր կես կիլոգրամ, հիլ, մեխակ, դարչին, տապակելու համար բուսայուղ 1 բաժակ և շաքարափոշի մատուցելու համար։ Պատրաստման եղանակը՝ խմոր հունցելու համար ալյուրն ու աղը մաղել, ավելացնել ձիթայուղը, տրորել մինչև յուղային փշուր ստացվի, ավելացնել շաքարավազը, վանիլինը, տրորած անիսոնը, խառնել, ապա այնքան սառը ջուր լցնել, որ պինդ խմոր ստացվի։ Խմորը հարկավոր է լավ հունցել, այլապես այն լավ չի բացվի։ Խմորը մի կողմ դնել, խնձորը կլպել, մանր կտրտել, ավելացնել մեխակը, հիլը, դարչինը, վանիլինը, շաքարավազը, խառնել։ Խմորից փոքր ձվի չափ գնդեր անել, օվալաձև բարակ բացել, լայնակի 2 մասի կտրել, ամեն կտորի եզրերին ջուր քսել, ձագարի նման փաթաթել, մեջը խճողակ դնել, վերին բաց եզրը ամրացնել։ Սամոսաները տապակել մինչև վարդագունեն, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա։ Մատուցելիս վրան շաքարափոշի շաղտալ։ Եվ վերջում առաջարկում եմ հրաշալի մի նախուտեստ, որը պատրաստում է շատ արագ։ Այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է դեղին պանիր, ռեհան, կապար, քաղցր կարմիր պղպեղ, դե իհարկե լավաշ, ձիթապտղի պատե և թթվասեր։ Առաջին հերթին հարկավոր է մթերքները մշակել, մանրացնել։ Սկսենք պանրից։ Պանիրը հարկավոր է քեչով անցկացնել։ Շերտատենք կարմիր պղպեղը, հեռացնում ենք սերմերը, պտղակոթը և շերտատում ենք։
շերտատում ենք ռեհանի տերևները։ Այսպես ավելի հարմար է։ Մանրացնում ենք նաև կապարը։ Խառնում ենք մի փոքր թթվասեր։ Սա էլ այսպես։ Եվ վերջում իբրև համեմունք ձիթապտղի պատեն այդ կեսի վրա ենք կսելու, այսպես։ Շատ չի կարելի կսել, որտև այն ունի շատ հագեցած համ։ Այնուհետև լավաշը ծալում ենք վրան, որպեսզի սա չխառնվի այն համերի հետ միանգամից։ Եվ լցնում ենք ստացված բաղադրությունը թթվասերով։ Սա հարկավոր է հավասար տարածել։ Հավասար տարածելուց հետո վրան շարում ենք կարմիր պղպեղը և փաթաթում։ Սա դնում ենք սառցախցիկը մոտ կես ժամով, որից հետո կկտրատենք և կմատուցենք։ Նախուտեստ, լավաշ 1 հատ, ձիթապտղի պատե 3-4 ճաշի գդալ, պանիր 100 գրամ, ռեհան փոքրիկ փունջ, կարմիր պղպեղ կես հատ, կապար 1 ճաշի գդալ, թթվասեր 2-3 ճաշի գդալ։ Պատրաստման եղանակը՝ պանիրը քերել, շերտատել կարմիր պղպեղը, շերտատել ռեհանի տերևները, պանիրը, ռեհանը, մանրացրած կապարը լցնել թասի մեջ, թթվասեր ավելացնել, խառնել։ Լավաշի կեսի վրա ձիթապտղի պատե քսել, լավաշը երկտակ ծալել, վրան տարածել պանրով զանգվածը, նույնպես հավասար տարածել, շարել պղպեղի կտորները, ռուլետ ձևավորել, ալյումինաթղթով փաթաթել և դնել սառցախցիկը, մինչև ամրանա և ձևը պահի։ Ազատել ալյումինաթղթից, կտրատել և մատուցել։ Այսօր էլ այսքանը եւ հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի դոշ, կաթի սեր, սխտոր, սող, քարի, կարմիր պղպեղ եւ չմոռանաք դոնդող։ Դոնդողը շատ կարևոր է։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։